Այսօր հայ եկեղեցու բարենորոգման մասին խոսելիս ամենակարևորը խնդրի ճիշտ հասցեագրումն է։ Սա ոչ թե եկեղեցի իշխանություն կամ եկեղեցի պետություն ճգնաժամ է, այլ եկեղեցու ներսում առաջացած եկեղեցի հանգույց, որը պետք է լուծվի հենց եկեղեցու ներսում։ Եվ այս ճգնաժամի լուծման բանալին իհարկե եպիսկոպոսների ձեռքում է։ Նախորդին բարենորոգման մեկնարկի մասին հայտարարության տակ ստորագրած եպիսկոպոսները փաստացի ասում են. մենք վերցնում ենք պատասխանատվությունը։ Սա պետք է ճիշտ լսել։ Սա կոչ է եկեղեցու ներսից կանոնական կարգով լուծելու եկեղեցուն կուտակված ճգնաժամը։ Հենց նրանք, այս եպիսկոպոսներն ունեն թե հեղինակությունը, թե կանոնական լիազորությունը, թե պարտականությունը առաջնորդելու այս գործընթացը։ Քաղաքական, հասարակական դերակատարներս պետք է ամեն կերպ աջակցենք եւ խրախուսենք այս խիզախ եպիսկոպոսներին, որ նրանք չմնան միայնակ։ Այս 10 եպիսկոպոսները մեզ տալիս են շանս, որ հարցը կլուծվի եկեղեցական կանոնակարգի համաձայն, արժանապատվորեն եւ վստահելի կերպով։ Այդ շանսը չի կարելի բաց թողնել։ Եկեղեցու ապաքինումը պետք է գա եկեղեցուց, իսկ մեր աջակցությունը պետք է լինի ուժեղ ու հետևողական, բայց առանց միջամտելու։